Ներքին էներգիան, խարիզման, հմայքը հնարավոր է սովորել, թե մարդու մեջ այդ լույսը կամ կա կամ չկա։ Աստված բոլոր մարդկանց ինչ որ մի շնորհով ստեղծում է։ Եթե իհարկե մարդը հեռու բոլոր ընտանիքներից անոմալ ինչ որ երևույթով չի ծնված, բայց բոլոր մարդը ինչ որ շնորհով օժտված է, բայց ճիշտ միջավայրում չի հայտնվում, ճիշտ մանկավարժի չի հանդիպում եւ չի բացահայտվում նրա շնորհը, տաղանդը։ Այսինքն բացահայտված շնորհով մարդը խարիզմատիկ մարդ է արդեն։ Նա շնորհալի մարդ է անկասկած, հետո հենց միջավայրը նրա տաղանդը ծաղկում է, հենց ծաղկում են տաղանդներ բարդ մարդ չի սիրում, նա սկսում է իր մանը լցնել ամեն ինչով, այդ գիտելիքները բանը։ Ես դեռ լավ կրթված տգեղ մարդ չեմ տեսել։ Հիմա կասեք, ինչո բոլորը գեղեցիկ են։ Ոչ, առաջին պայս թվում է թե տգեղը չէ արտաքինը քիչ ծուռ է, բան։ Հենց նրա հետ հարաբերվում ես, նա դառնում է գեղեցիկ մարդ։ Եվ հակառակը, չէ՞, Այո, իհարկե, տեսնում ես, թվում է թե արտաքինի շատ սիրուն եմ, 5 րոպե հետո դառնում է անտանելի երևույթ։ Չես էլ ուզում տեսնել նորից։ Չնայած այս աշխարհում ամենակարևոր բանը ձևն է։ Անծանոթ մարդուն առաջին ինչն ենք տեսնում, որ մեզ հրապուրում է կամ չի հրապուրում ձևը։ Հետո խորանում ենք նրա ներքինի մեջ, էության մեջ, նոր տեսնում ենք, որ չէ, իրոք շատ գեղեցիկ է, կամ ասում ենք, չէ, տգեղ մարդ։ Բայց եթե ասենք, չէ՞ որ Հակոբյանն ասում է ձևն է կարևոր, տեսեք, այս ձևի եմ ես սարքում, բայց մեջ բովանդակություն չկա։ Ճիշտ ձևը, հետաքրքիր ձևը գտնում է նա, ով ունի բովանդակություն, ով ունի իմաստ, խնդիր։ Այսինքն, ինչպես է եւ ինչ է գալիս իրար գտնում են ու դառնում է կատարյալ։